Իդեպ հոկտեմբերի 29-ին ԱԱԾ-ն ներխուժեց Գյումրու քաղաքապետարան և ձերբակալեց ընդդիմադիր քաղաքապետ Վարդան Ղուկասյանին։ Դատական վերդիկտի բացակայության պայմաններում ՔՊԱ-կան Ռուբեն Ռուբինյանը կոպտորեն խախտելով անձի անմեղության կանխավարկածը Ղուկասյանին հռչակեց կոռուպցիոներ։ Սա առաջին դեպքը չէ, երբ ՔՊԱ-կանների կողմից խախտվում է անմեղության կանխավարկածը։ Իհարկե, եթե իրենց չի վերաբերվում, քանի որ իրենց վերաբերելի հարցերում Ռուբինյանը այսպես է արձագանքում. Ինչու եք խախտում իմ անմեղության կանխավարկածը։ Դուք պնդում եք, որ ես ինչու եք մեր անմեղության կանխավարկածը, ինչու եք մեր իշխանությունը չի կարող։ Նշենք, որ արդեն մի քանի օր է կառավարության դիմաց բողոքի ակցիա են անում ՌԴ մուտքի արգելք ստացած վարորդները եւ հենց այն ժամանակ, երբ խնդրի լուծումը չստանալու արդյունքում վարորդները փակել էին հայ-վրացական բոլոր սահմանային անցակետերը, էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը զբաղված էր Facebook-ում Վարդան Ղուկասյանին քննադատելով կրկին անմեղության կանխավարկածի խախտմամբ։ Չմոռանանք Ազատի զինվորական կացարանի 15 կյանք խլած հրդեհը, երբ կրկին անմեղության կանխավարկածի կոպտագույն խախտմամբ վաղ առավոտյան կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը մեղավորներ կարգեց, վարկած առաջ քաշեց եւ հենց այդ վարկածով էլ ընթացավ ամբողջ քննությունը։ Դեպքերն անթիվ անհամար են պարզապես եւ դա վերաբերում է ՔՊԱ-կաններին, իսկ կոռուպցիայի մեջ թաթախված ՔՊԱ-կան պաշտոնյաներն անհաշվելի են։ Անմեղության կանխավարկածը չի խախտվում, ավելին դատարաններն էլ բաց են թողնում։ Երբ վերաբերում են դիմադիրներին, հայտնվում են մոնտաժված ձայնագրություններ, կալանք տվող դատավորներ եւ իհարկե անմեղության կանխավարկածը խախտելու պատրաստ կանգնած ՔՊԱ-կաններ։